Ես լագոտների ձերից պրծում չկա։ Գիշերն էլ հանգիստ չունեմ։ Բայց ձեր գլուխը թաղեմ, ես ձեր քոցն եմ, հա? Շան թուլեք։ Սրանից հետո դուք կլվաք, դուք կհավաքեք, դուք էլ ձեր ճաշը կեփեք, բա։ Իմ դարդը ինձ քիչ էր։ Հիմա էլ դուք մեռնեի պրծնեի ձեր ձերից։ Ձերներդ։ Լավ էլի։ Հորինական տունը գաղթականը վայելի, նոյմն էլ էստեղ։ Դու կարծում ես, որ կինը ամուսնացավ, ուրեմն կարող է ժառանգ դառնալ? Չհավատաս։ Ժառանգը դու ես ու քույրդ։ Առաջերտին դու։ Այգին ու տունը քեզ պիտի մնան, ոչ թե գաղթականին։ Ինչ գիտես է։ Քնած հոչեմ, ամեն ինչ հարցրել իմացել եմ։ Դու Պիսեր Սարգսից հոլավ չգիտես օրենքները։ Ասում է ժառանգը առաջերտին աղջիկեր քնեն, քան երեխա չունի։ Իսկ եթե երեխա ունես։ Երեխա, մեզ հենց էդ էր պակաս։ Բանն է որ ծերը երեխա չի ունենա։ Մի վախեցի ուշ թե շուտ մեկ է տունն ու այգին մերն է։ Այսօր Սահակը մի մեծ կողով խնձոր բերեց, թե երեխեքի բաժինն է։ Սիրտս կտոր եղավ, ոնց որ աղքատին ողորմություն տաս, ետ տվի։ Սխալ ես արել։ Այդ մեկը սխալ ես արել, տիկին Նոյեն։ Արտուր, ինչ դժվար բան է այս կյանքը։ Դժվար է, բա։ Կարծում ես փլավ ուտելու ենք եկել ես աշխարհ, հա։ Սպասի Արտուր, երեխեքը քնած չեն։